Եվ վերջնաժամկետ անգամ մնացած պրոցեդուրաների համար ոնց որ ապրիլն էին սահմանել, փետրվարին ես ցած երջանիկ արդեն այդպես ասած սկսեցի զարմացնել բժիշկներից։ Գիշեք այդ օրը, երբ որ ձեզ համար ինչպես էր այդ տրամադրությունը կամ երբ որ տեսակ, որ կա հղիություն, հավատում եք ծննդի օրն եք իմացել։ Այո, ես իմ ծննդյան օրն եմ իմացել։ Ուզում եմ այդ օրվա մասին, այդ էմոցիաների մասին փոքր խոսեք։ Հավատում եք, որ անկեղծ ասեմ, դասական հղի պես այնքան հուզված ու սենց հորմոնալ խառնված վիճակի մեջ էի, որ չեմ կարող ասել, որ ես սենց այդ ոնց ասեմ, սենց կինոշնի ձևով սպասում էի, հրճվել էի, չէ, հակառակը սենց ինչ որ ես ուղղակի ավելի շուտ զգացի, որ ես շատ հուզական եմ դառնում ու դրանից ինձ մոտ եկավ միտք, որ կարող է ինչ-որ մի բան չի իմ հետ, այսինքն այդտեղ մասնագետը ինձ հուշեց, որ ինչ-որ բան կատարվում է քեզ հետ, որտեղ շատ ուրիշ նշան չկար։ Միայն հուզական էիք դա։ Չէ, շատ արագ եմ հասկացել ճիշտն ասած բեղմնավորման մասին։ 10-րդ օրը այսպես կարող եմ ասել, հա, 10-րդ օրը ես արդեն այդ արագացված թեստերով շատ բաց եմ խոսում ամեն ինչի մասին, բայց արագացված թեստերով հասկացա, որ հղիություն կա։